շուկայում նորից կիսա ճգնաժամային իրավիճակ է, գազ չկա կամ դժվար է գալիս եւ գազը կտրուկ թանկացել է։ Այո։ Ձեր դիտարկումները։ Լարսը փակը մենք հայտարարություն ենք տարածել, Լարսը բացվել է արդեն մատակարարական կենտրոնի մի քանի օրից կսկսի գինի իջնել։ Իսկ Լարսին Ենթադրում եք թե կիչնի։ Եթե եկավ կիչնի։ Բայց հիմա հպարտորեն հայտարարում եք Լարսը փակ է ու Ես հպարտորեն չեմ արդեն, ես ասում Լարսը փակ է, փաստ եմ արձանագրում, ասում կարող է հեղու գազը մենք ենք արտադրում։ Եղանակային պայմաններում Լարսը փակ է։ Ոչ, մի քանի ամիս Հայաստանի չկա։ Ռոժան, ասում ոչ, կա, բայց ասում եմ մի րոպե սպասեք, որպեսզի հասկանաք, մի րոպե։ Հարցեք տվե պետք է լսեք, որ այդ մի հարցի մի 100 անգամ պատասխանեք։ Հայաստանի Հանրապետությունում հեղու գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ։ Որևէ մեկը նույնիսկ չի գերազանցում 10% շեմ, այսինքն դաշտը խիստ մրցակցային է։ Եվ տեսականորեն որևէ մեկը չի կարող գերիշխող դիտ չարաշեն, որ օրենքով արգելված է 10%-ից ներքև որևէ տնտեսվարող նկատմամբ որևէ process գեներացել ամբողջ աշխարհում։ Եթե դաշտը խիստ մրցակցային է, եւ բոլոր տնտեսվարողները կարող են այդ մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է դեֆիցիտ ստեղծի արհեստական, խնդիր ստեղծի։ Մի րոպե լսեք էլի։ Մի րոպե կլինի լսեք, որպեսզի հասկանաք։ Ասում, եթե չկա խիստ որևէ մի տնտեսվարող, որը ունի գերիշխող դիպ, որ կարող է չարաշահել, նշանակում մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել այդ տնտեսությունից։ Հիմա դուք ասեք պատճառը որն է, մենք կավարտենք այդ։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք, Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը եւ չէր եկել, քիչ էր։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, որպեսզի արագ սպառեն, այս գազի գինը բարձրացրել էին։ Եվ հանգացել է Ռուսաստանը։ Մեկ էլ invoice-ը ինչքան է, այնտեղ դուք տեղը կգնեիք, օրինակ իսկ այդ մարժան ինչքան է, կարող է օրինակ շատ է մեջ մտնում։ Չէ, չի կարող։ Ասում որտեղ 100 քանի հոգու դեպքում թե մեկը շատ է, քիչ կմտի, որ ծախի 196 հոգի իրար ձեն են տալիս։ Դες բան տեսականորեն։ Այսինքն հիմա որ գինը 300 դրամ է դարձել, դուք տեղանելիք չունեք, դա արհեստական բարձրացում չի։ 180 մանրամասն բացատրեցի չէ օրենքը։ Ասում նույնիսկ օրենքով արգելված է 10%-ից ավել պակասի դեպքում որևէ process գեներացնել դա ամբողջ աշխարհում է։ Նայեք, պատկերացնում եք, ասենք 10000 հոգի ինչ-որ գործով են զբաղվում։ Դա տեսականորեն նշանակված չեն կարող իրար այդ պայմանավորը որ ասենք հակամրցակցային համաձայնություն է։ 9% էր նախկինում, հիմա 8-9-7։ Իսկ չի կարա 7%։ Այո, մենք տեղեկ է, բայց ինքնի գները չեմ ասելու։ Հասկա դա որտեղ առանց։ Հիմա Լարսին այլընտրանքային որևիցե ճանապարհ չկա։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ տնտեսվարողներից մեծ ադրբեջանական բենզինը ներկրվում, բայց վաճառում է ավելի բարձր գնով, ասենք մյուս ներկրված բենզինի այլ երկրներից ներկրված բենզինի գնով։ Եվ ասած որ այդ տնտեսվարողի համաձայնեցված չի, այնու չեն կարող։ Բարույթ դա հարուսված։ Ինչով, որ հարցով։ Հայտարարության մեկ էկոնոմիկայի նախագծի որ մեկի վրա, որ մեկը ադրբեջանական բենզին է ծախում տան գնով գնա վարույթ։ Այսինքն դա մրցակցության է։ Ասում որ հարցի շուրջ, որ ասեք, ասեմ, վարույթ շատ բենզինով վարույթեր ունենք, որ հարցով։ Որքան է վաճառում։ Այսինքն այդտեղ մրցակցային, հակամրցակցային խնդիր չկա, այսինքն մրցակցության Լավ չեմ պատկերացնում, բայց հիմա ես ասեմ, մենք ինչ վարույթ ունենք։ Մենք ունենք գործընթաց մենք նախ 3 դատական գործ պարտվել ենք, դա էլ ասեմ, առաջի հայցանի դատում, որ դատանը կարծել որ բենզինի գները որ բարձրացրել էին, մենք սխալ ենք պատկերացրել, դա բարձր չէ, հիմա վերաքննիչ բողոք ենք տանում եւ այս նորից գործընթաց ունենք բենզինի շուկայում, իհարկե չեմ կարող ասել, չեմ պատկերացնում ինչ եք ասում, էլի, եկամուտի նախարարությունը ինչ ասե։